Մարզվողների փոխարեն քննիչներն են վաղ առավոտից Multi Wellness սպորտային համալիրում։ Մարզվելու փոխարեն այլ բան են անում, գույքագրում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող այս համալիրի գույքը, որի դռները կապարակնքված են, աշխատանքը դադարեցված։ Այս պահի դրությամբ մեր քննիչներն էին այստեղ, որ բացել են մուտքերը, երկու մուտք բացվել են, գնում է գույքագրում, ընդհանրապես գույքագրում են գնում։ Հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր ձեռք են բերել այս մարզասրահի եւ լողավազանի փաթեթները, կանգնել են փաստի առաջ։ Միակհույսն այն է, որ հաճախորդների կորցրած ժամանակահատվածը կվերականգնվի։ Արմատ մեդիայի հետ զրույցում վստահեցրեց համալիրի տնօրեն Արման Փիրոյանը։ Բայց կարծում եմ, որ ակումբին հավատարիմ եւ իրենց հարմար է եղել ակումբին, ինձ թվում է մանավանդ որ փաթեթները ունեն արդեն, ինձ թվում է կսպասարկվեն, բայց հետագայում թե ով որտեղ իր ցանկությամբ կուզի ստեղ մարզվի թե չէ, չեմ կարող ես ասել։ Տնօրենը սակայն զերծ է մնում քաղաքական գնահատականներից, հորդորելով սպասել քննության ավարտին։ Այս պահի դրությամբ բերեք ոչ մի բան չխոսենք, որովհետև դեռ այս ամենը մեր տրամադրության տակ է, մենք ենք տնօրենում, մեր սեփական գույքն է այստեղ, բերեք, քանի որ քննությունը գնում է, ես հիմա ոչ մի մեկնաբանություն չեմ անում։ Ցույց կտա ժամանակը։ Թե ինչ նպատակներով է շենքն օգտագործվելու, Ավինյանն ասել է, որ այդ հարցը դեռ կքննարկեն։ Կարծում եմ նաև այդտեղ շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն, որոշակի արդեն սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով։ Արդյոք այսքանից հետո Հայաստանում որևէ խոշոր գործարար ներդրում կանի, մնում է հարցական։ Մինչ այդ փաստ է մեկ բան, գործող կառավարությունը գնում է երկրում խոշոր ներդրումներ արած մարդկանց ու զրկելու ընդգծված ճանապարհով։ ԲՀԿ ընդդիմադիր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է խլել, առգրավել նրա ունեցվածքը։ Այս գործընթացի շրջանակներում արդեն Արարատ ցեմենտ գործարանը հանձնվել է Փաշինյանի աշխատակազմի կառավարմանը։